Այսօր մենք քննում ենք Բագրատ Սրբազանի կալանքից ազատության մեջ լինելու հարցը, բայց կարծում եմ, որ մեր երկրում լիներ արդարություն եւ արժե համակարգ, ոչ թե մենք պետք է քննեինք Բագրատ Սրբազանի ազատության մեջ լինելու հարցը, այլ Բագրատ Սրբազանի եւ մյուս սրբազանները չպետք է լինեին կալանքի մեջ։ Քանի որ մեր երկրում չկա արդարություն եւ արժե համակարգ, դրա համար էլ այսօր այս խնդրի մեջ ենք։ Ես ուզում եմ երկու բառով ասեմ, միշտ այս քննարկումներ ա եղել, քննարկել ենք, որ ընթացքը ոնց կլինի, ես իմ կարծիքն եմ այդ եւ իմ գործընկերները ստեղ բոլորը նստած կպնդեն այսօր էլ զրույցն եղել է, ինչ ասել եմ եղել է, դες 99%, այլ իմ գործընկերները ստեղ նստած են։ Ազգային ժողովից ես ասել եմ, որ ինձ հեսա կզրկեն, կկալանավորեն։ Հիմա քանի որ մեր երկրում չկա արդարադատություն, կա քաղաքական պրոցեսների զուգընթաց գործընթաց, ես ասեմ, որ Սրբազան ջան, ներողություն եմ խնդրում, բայց որ ասեմ, Սրբազանը մնալու է կալանքի մեջ, Արտուր Սարգսյանը եւ Իգոր Սարգսյանը մնալու են տնային կալանքի մեջ, մնացածինը կարող է փոխվի։ Ժորժ ջան, էս է, քանի որ այսօրվա մեր արդարադատությունը իրականացվում է քաղաքական պրոցեսների հետ։ Քանի որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, ես համոզված եմ, որ Բագրատ Սրբազանը, ես եւ Իգոր Սարգսյանը պետք է մնան կալանքի մեջ։ Շնորհակալություն։